Երկնքի համ ու բույլից աստած մելի հանդուլից Հորպում է հովա նուրից ու բարդում էրլեն նազեն Երբ Հայաստան են ասում Նուրը չչում է քարին Սարու կանչում է սարին Եվ բողբոջում է բարին Եվ չորիք մեն դվազում Երբ Հայաստան են ասում Քարնատնան նուլա քնից Սրտուս կորնուլա բնից Եվ կատաչներ աբալից Էլի սարոր մե վազին Երբ Հայաստան են ասում Ճակուլարնուլ է գրքից Կրնուլ է վազա գրբից Եվ ասկարում են կնքից Հատանջին լան են ասում Երբ Հայաստան են ասում Ճակուլարնուլ է գրքից Կրնուլ է վազա բրքից Եվ աստղերա կրկնքից Հատանջեկ լան են ասում Երբ Հայաստան են ասում Կարմատներ են զոլեցած Հեղուց է մեջ խոլեցած Նորերի մեջ մոլեցած Վերադուրաստան են ասում Ես իմ անուշ Հայաստանի արևան Բան եմ սիրում Մեր հին սազի ողբանվակ Լացակումած լարն եմ սիրում Անման ծաղիկների ու վարդերի Բույրը վարման դունայրյան աղջիկների Ես աչկում պարն եմ սիրում Ջրերը ջինջ լիճելուս է Արևն ամրան ու ծմերվա Վիշապացային բուքը վսեն Մթում կորած խրճիթների Անհյուր ընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքների Հազարամյա քարն եմ սիրում Բարի երեկո Չեմ մորանա ես ողբացան երկերը մեր Չեմ մորանա աղոտք դարձած երկաթագիր գրքերը մեր Ինչքան է սուս եվս խոցեն արյունական վերքերը մեր Էլի ես որբ ու արնավար իմ Հայաստան արն եմ սիրում Կարոտած սրտի համար օջը մի ուրիշ հեքիաթ չկա Նարեկ կծուկ ու չակի պես լուսապսակ ճակատ չկա Աշխարհը րանցիր արարատի նման ջերմակ գագաթ չկա Ինչպես անհաս պարքի ճամփա ես իմ մասիս սարն եմ սիրում
Ահա, շատ շնորհակալ ենք Մարկ ջան այս հաճելի երաժշտական մուտքի համար եւ սիրով ողջունենք մեր հետևորդներին։ Այս անգամ շատ ինքնատիպ եւ աննախադեպ վեբինարի շրջանակներում, ինչպես արդեն հայտարարությունից կարդացել եք եւ տեղեկացված եք, այսօրվա վեբինարը վարելու է ընդամենը 14 տարեկան մեր գիտուսի արդեն հավատարիմ մասնակից եւ հետևորդ դարձած Մարկ Սիրականյանը, ներողություն Մարկ ջան, Մարկ Սիրականյանը եւ Մարկին մենք հայտնաբերեցինք Վահան Տերյանի վեբինարների ժամանակ եւ Տերյանի թեմայով հանդիպումներ էին կազմակերպել հարգելի Գևորգ Էմին Տերյանի հետ եւ որոշում կայացրինք, որ Մարկին հնարավորություն տանք մեկ կամ գուցե հետո էլի վեբինարներ վարելու։ Մարկը մեծ խանդավառությամբ ընդունեց այդ միտքը եւ պատկերացրեք այս եւ թեմայի ընտրությունը եւ վեբինարի ամբողջ ընթացքի կառուցումը իսկ րոպեից սկսած երգերից իսկ սկսած Մարկի ական մտքի ծնունդն են։ Էնպես որ ուզում եմ մեր ակտիվ մասնակցությամբ, մեր գեղեցիկ ջերմ խոսքերով, մեր մոտիվացիայով անպայման Մարկին ոգևորենք եւ հնարավորություն տանք, որ Մարկը այս սիրուն վեբինարը, որը կարծում եմ շատ կարևոր է այսօր մեր օրերում, շատ արդիական է, կարողանա իր գեղեցիկ ավարտին հասցնել եւ հրաշալի կերպով վստահ եմ վարելու է։ Այնպես որ Մարկ ջան, սիրով հարթակը տրամադրում ենք քեզ եւ ակնկալում ենք շատ հետաքրքիր վեբինար, ծրագիրը կարդալով ես արդեն իսկ համոզված եմ, որ վեբինարը հետաքրքիր է լինելու։ Այնպիսի հարցերի շուրջ է Մարկը մեզ հետ զրուցելու, որոնք կարծում եմ բոլորիս մտահոգում են եւ հուսանք, որ կստանանք նաեւ ինչ-ինչ հարցերի պատասխաններ։ Այնպես որ այս բան եկեք սրտիկներով կամ ինչ-որ ռեակցիաներով մենք Մարկին ողջունենք եւ հարթակը տրամադրենք Մարկին։ Բարև ձեզ, հարգելի լսարը։ Այսօր ձեզ հետ կներկայացնեմ մի հետաքրքիր թեմա, որը արհեստական բանականության մասին է, նրա վատ եւ լավ կողմերի մասին է, բայց մինչև բուն թեմային անցնելը կխնդրեմ, ես հողում եմ տեղադրել հաղորդագրությունների բաժնում, կխնդրեմ անցնել այդ հղումով եւ ես ձեզ վերջում մի անակնկալ եմ ուզում մատուցել եւ կունենանք վերջնական արդյունք այդ մի բառ եք գրելու եւ արհեստական բանականությունը այդ բառերով երգ է կազմելու եւ կունենանք այդպես վերջնական գեղեցիկ ավարտ։ Մարկ ջան, կարող եմ մեզ թեմա տաս, թե ինչ թեմայով բառ գրենք։ Կարող եք արդիական նոր տեխնոլոգիաների մասին գրել, հետո տալու ենք արհեստական բանականության այդ բառերը, որպեսզի արհեստական բանականությունը բանաստեղծություն գրի, հետո նոր տալու ենք, որ երաժշտությունը ստացվի։ Խնդրեմ նաև պահպանել ինտերակտիվություն, եթե ինչ-որ հարցեր ունենաք կամ ես հարցեր կտամ ընթացքում դուք կարող եք պատասխանել։ Երևի սկսենք, ինչու այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ արագ է փոփոխվում։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում եւ այս փոփոխությունների կենտրոնում կանգնած է մի երևույթ, որը եւ ոգեշնչող է եւ մտահոգիչ։ Այդ երևույթը կոչվում է արհեստական բանականություն։ Ինչի համար է ստեղծվել, ում է օգնում, իսկ ում վնասում, այս վեբինարի ընթացքում մենք միասին կքննարկենք այդ հարցերը եւ փորձենք հասկանալ արհեստական բանականությունը մարդու օգնականն է, թե վնասակար ուժ է, թե որից պետք է զգուշանալ։ Ընդհանրապես հասկանալու համար, որ արհեստական բանականությունը մեր օգնականն է, թե ինչ-որ վտանգ է ներկայանում, եկեք հասկանանք, թե ինչ է ընդհանրապես արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը կամ կարճ ԱԲ տեխնոլոգիաների, համակարգիչների եւ մեքենաների ունակությունն է սովորել, մտածել, տրամաբանել, ինչպես մարդը։ Բացի տարբերություն մարդու, այն սովորում է անընդհատ, առանց հոգնելու եւ արագ։
Եվ արհեստական բանականության գաղափարը առաջացել է դեռ 20-րդ դարի կեսերին եւ սկզբում այն միայն տեսություն էր, բայց այսօր մենք դրա կիրառումը տեսնում ենք ամենուր, երբ օրինակ մենք մեր առօրյայից օգտվում ենք Google Translate-ից կամ YouTube-ում այս տարբեր տեսահոլովակները առաջարկում ըստ մեր ճաշակի, հետաքրքիր էր, որ օրինակ 1997 թվականին մի շախմատային արհեստական բանականություն հաղթեց Գարիկ Կասպարովին եւ շատ մեծ զարմանք առաջացրեց շախմատասերների միջև, կամ երբ այն ավելացրին արհեստական բանականությունը ավելացրին խաղի մեջ, այն անդադ պարզվում էր, բայց կամաց հասկանում էր հակառակորդի թույլ կողմը, ինչի պատճառով սկսում է հաղթել ամենաուժեղ խաղացողներին եւ նույնիսկ այդ խաղի համաշխարհային մրցաշարում այն գրավում է առաջին տեղը։ Շարունակենք պատմությունը, թե երբ է ստեղծվել, ինչ է եղել, արհեստական բանականության գաղափարը դեռ շատ հին ժամանակներից է մեզ գալի, բայց այն ներկայացել է մեզ ուրիշ տեսքով։ Օրինակ, երբ հին փիլիսոփաները, որից էր Արիստոտելը, մտածում էին, թե ինչ պատրաստեին, որ այն նմանվի մարդու մտածողությանը, տրամաբանի, կամ ավելի ուշ միջնադարում վերածննդի դարաշրջանում մարդիկ փորձում էին պատրաստել սարքեր, որոնք կարողանան տրամաբանեին, բայց նրանց մոտ չէր ստացվում, քանի որ դեռ չէր զարգացած մեքենայական ուսուցումը, այսինքն նրանք ուզում էին արհեստական բանականությունը օգտագործեին իրենց առօրյայում։ Եվ այստեղ ուզում եմ ձեզ մի հարց ուղղել, արդյոք դուք օգտագործում եք արհեստական բանականությունը ձեր առօրյայում, ինչ կարծիք ունեք։ Մարկ ջան, մենք այստեղ մեկ ձեռք ունենք Սուսաննա անունով հետևորդի կողմից, վաղուց է ձեռքը տեսնենք Սուսաննան ինչ որ հարց ուներ, թե գուցե հենց այս հարցին կպատասխանի, մինչև մյուսները կմտածեն քեզ քո հարցի պատասխանը։ Լավ։ Սուսաննա ջան, համեցեք։ Լավ, Մարինե Առաքելյանին լսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ասեմ, որ շատ ուրախացա, որ աշակերտն ամենից ինչ-որ բան սովորեցնելուց, այսպես ասեմ, բայց շատ հավես էր, շատ ուրախացա, շնորհակալություն քեզ Մարկոս ջան։ Ես սկզբից ասեմ, որ ինֆորմատիկայի ուսուցիչ եմ ու օգտագործում եմ ու ահագին լավ բաներ ունի։ Դից որ ասեմ մի քիչ երկար կտևի, բայց նկարներ են գեներացնում, սլայդները, տարբեր բաներ կարողանում են աշակերտներս անել ու օգուտ անել այնպես։ Ուսուցիչներն էլ ահագին ինքը օգտություն։ Լսուս է։ Եվ այսքան էլ մանրամասներ չասեմ, ինչ գործիքներ են կիրառում, եթե հետաքրքիր կարող եմ ասել, բայց այս պահին դու ասել։ Ամենայն դեպս շատ ուրախացա, որ դու ես մեզ ապրես շատ։ Շնորհակալություն։ Շատ լավ, լսենք Սյուզաննային։ Սյուզաննա ջան, հավեցեք, Այվազյան Սյուզաննա։ Լսում եք, չէ՞ ինձ։ Իհարկե, Ձայնս լսվում է։ լսվում է։ Բարև բոլորին, ուրախ եմ Գիտուսի հետ լինելու համար։ Իրականում ինձ այս թեման շատ ավելի հետաքրքրում է ինչի համար, որովհետև գիտենք, որ ամսի 15-ին մարզային ուսուցիչ համաժողովին ես հենց ներկայանալու եմ արհեստական բանականությունը գրականության դասերին, ինչին եմ օգտագործում, կհիշեմ Գիտուսի հիմնական կհիշեք ինձ, որ ես Լորի միջնակարգ դպրոցում եմ աշխատում, որտեղ աշակերտների թիվը բավականին քիչ է, ու ինչ եմ անում ես ԱԲ-ի հետ, ստեղծում եմ խմբեր, այսինքն խմբային աշխատանքները մենք անում ենք արհեստական բանականության միջոցով։ Ու վերջում ես հարց կուղեմ Մարկոսին, կարծում եմ ունենամ այդ հնարավորությունը, որը կօգտագործեմ հենց աշխատանքիս մեջ։ Լավ, անպայման կսպասեմ։ Ես ինքս պատասխանեմ իմ հարցին, ես օգտագործում եմ արհեստական բանականություն իմ առօրյայում որպես աջակից եւ օգնական, երբ ինչ-որ հարց եմ ունենում կամ
ինչ-որ հարցի պատասխան եմ ուզում իմանալ եւ համացանցում այդ պատասխանը չեմ գտնում, ես միանգամից դիմում եմ արհեստական բանականությանը։ Ձեզ մոտ հարց կառաջանա. ինչու արհեստական բանականությունը գտնում է այդ տեղեկությունը համացանցում, իսկ ես չեմ կարողանում։ Բանն այն է, որ արհեստական բանականությունը մտածում է աշխարհի բոլոր լեզուներով եւ այդ տեղեկությունը փնտրում է աշխարհի բոլոր լեզուներով, ապա թարգմանելով ինձ է տալիս։ Իսկ մենք հայերեն հարց տալով ակնկալում ենք հայերեն պատասխան։ Նաեւ արհեստական բանականությունը տեղեկացված է համացանցի բոլոր տեղեկություններով կամ կոպիտ ասած նրա մեջ է քաշված աշխարհի բոլոր տեղեկությունները, համացանցում գտնվող տեղեկությունները։ Շարունակեմ պատմության մասին, երբ 20-րդ դարում մաթեմատիկան եւ տրամաբանությունը զարգացան, մարդիկ արդեն տեսականորեն արդեն պատկերացնում էին ինչ-որ սարքեր, որոնք կկարողանային տրամաբանել։ Այդ գործում մեծ հաջողություններ ունեցավ բրիտանացի գիտնական մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, որը առաջարկեց մի գաղափար, որով կարելի էր պատրաստել մի սարք, որը կտրամաբաներ, կմտածեր, կլուծեր խնդիրներ։ Հետագայում նաև առաջարկեց թեստ, որով կարելի է ապացուցել, որ այդ արհեստական բանականությունը ձևացնում է թե մարդ է առանց տարբերակվելու, բայց այդ օրը չի համարվում արհեստական բանականության որպես գիտություն ծնունդը, այն համարվում է 1956 թվականի ԱՄՆ-ի Դարթմութի համալսարանում համաժողովում քննարկված այն հարցը, որ պետք է ստեղծվեն այդպիսի համակարգիչներ եւ մեքենաներ, որոնք կարողանան տրամաբանել, հետագայում դրանք ունեցան ավելի լայն ունակություններ, բայց այդ ժամանակ նրանք սահմանափակ ունակություններ ունեին, բայց իրական առաջընթացը այն ժամանակ եղավ, երբ զարգացավ մեքենայական ուսուցումը, այսինքն սկզբում մեքենաներին սովորեցնում էին արհեստական բանականությանը սովորացնում էին թե ինչպես տարբերել կատուների եւ շներին, ինչը ասեմ ձեզ շատ դժվար է, քանի որ արհեստական բանականությունը տարբերի կատուին եւ շնին, նրան անհրաժեշտ է 1000 նկար շուն եւ 1000 նկար կատու, որպեսզի կարողանա տարբերել։ Նաև հետագայում արհեստական բանականությանը սովորեցնում էին լեզուներ եւ այլն, նաև հետո արհեստական բանականության մեջ ներառեցին նեյրոնային ցանցեր եւ արհեստական բանականությունը արդեն նմանվում էր մարդու ուղեղին, բայց այսօր արհեստական բանականության կիրառումը մենք տեսնում ենք ամենուր, ամեն քայլափոխի, բժշկության ոլորտում, կրթության ոլորտում եւ նույնիսկ կարվեստում։ Եկեք խոսենք արհեստական բանականության օգտակար կողմերի մասին։ Բայց մինչև այդ անցնելը կուզեի ձեզ մի հետաքրքիր բան ասեի, որ դուք կարող եք օգտագործել արհեստական բանականություն չիմանալով դրա մասին։ Օրինակ բոլորիս ծանոթ YouTube-ը, որը բոլորից օգտվում ենք, իր մեջ նույնպես ներառում է արհեստական բանականություն։ Այսինքն, երբ օրինակ մենք լսում ենք երաժշտություն օրինակ pop ոճով, նա մեզ հետագայում կառաջարկի նույն ոճի մեկ այլ երգ, կամ օրինակ դիտում ենք այս ֆիլմի մի այլ դրվագ կբերի կառաջարկի մեզ, կամ օրինակ Tesla ընկերության ավտոմեքենաները ունեն ինքնակառավարման ֆունկցիա, ինչը նույնպես արհեստական բանականությունով է աշխատում։ Ասենք արհեստական բանականության օգտակար կողմերի մասին։ Առաջին ոլորտը, որի մասին կուզենայի ես խոսել, դա բժշկության ոլորտն է, քանի որ արհեստական բանականությունը մեծ կիրառում ունի եւ ներդրում ունի բժշկության ոլորտում, օրինակ շատ հիվանդություններ այն կարողանում է ավելի շուտ հայտնաբերել, քան սովորական բժիշկները։ Նա օրինակ կարող է մարդը իրեն լավ զգալ, բայց այդ մարդու ռենտգեն եւ MRT նկարների շնորհիվ արհեստական բանականությունը կարող է կանխագուշակել, նախազգուշացնել ինչ-որ հիվանդության մասին, դա օգտակար է օրինակ շաքարային դիաբետի կամ քաղցկեղի նման հիվանդությունների ժամանակ եւ շուտ հայտնաբերելը կարող է շատ մարդկանց կյանք փրկել։ Բացի այդ, արհեստական բանականությունը կարող է մեծ քանակությամբ բժշկական տվյալներ վերլուծել, ինչը շատ երկար ժամանակ է ծախսում բժիշկների համար, այսինքն բժիշկները կարող են շատ երկար ժամանակ ծախսել այդ վերլուծությունների վրա, բայց արհեստական բանականությունը կարող է անել մի քանի վայրկյանների, րոպեների ընթացքում։ Արհեստական բանականությունը նաև օգնում է անձնավորված բժշկության մեջ, այսինքն այն ձեզ կարող է օգնել
ինչ-որ բուժում նշանակել ձեր գենետիկայի հաշվի առնելով ձեր հիվանդության փուլը եւ ապրելակերպը ձեր, այսինքն օրինակ ձեզ մի հետաքրքիր բան առաջարկեմ, օրինակ եթե ինչ-որ տեղ մի թեթև ցավ ունենաք կամ ինչ-որ հոգեբանական ճնշված եք թեթև, կարող եք արհեստական բանականությունը դիմել եւ արհեստական բանականությունը ձեզ բուժում կառաջարկի եւ ինչու այն կաշխատի կարող է ձեզ մոտ հարց առաջանալ, ասեմ, որ արհեստական բանականությունը միշտ հակված է ձեզ դրական էմոցիաներ ուղղել, այսինքն թեկուզ ձեզ կառաջարկի ինչ-որ զբաղմունք, երաժշտություն, որով դուք կարող եք այդ հիվանդության մասին մոռանալ կամ ինչ-որ ձեր հոգեբանական ճշմարտությունը կարող է վերացվի։ Արհեստական բանականությունը նաև օգտագործում են վիրաբուժության մեջ, շատ եվրոպական երկրներում այն օգտագործում են ռոբոտ համակարգեր, որոնք կատարում են ճշգրիտ շարժումներ եւ այն հատկապես այդ բարդ եւ բարակ օրգանների վրա են օգտագործում եւ այդ վիրահատությունները դարձնում են ավելի ապահով, ավելի անվտանգ։ Բացի այդ, արհեստական բանականությունը օգնում է հիվանդների վերահսկման գործում, այսինքն եթե ինչ-որ հիվանդի ճնշումը արագ նվազում է կամ արագ բարձրանում է, այն կարող է ազդանշան ուղարկել բժշկին եւ բժիշկը անմիջապես կարող է մոտենալ եւ բժշկին օգնություն ցուցաբերել եւ ի վերջո նաեւ արհեստական բանականությունը օգնում է դեղերի ստեղծման գործընթացում, երբ այն կարող է ավելի մատչելի, ավելի ճիշտ տվյալաշարի առաջարկել, որպեսզի դեղը ավելի արդյունավետ լինի եւ այդ գործողությունը այն կարող է անել ավելի արագ եւ մատչելի, այսինքն բժիշկները կարող են տարիներ ծախսել ինչ-որ մի դեղամիջոցի հայտնագործման վրա, բայց արհեստական բանականությանը մի քանի րոպեներ, ժամեր է անհրաժեշտ այդ գործընթացը անելու համար։ Հաջորդ ոլորտը, որի մասին կուզենայի խոսել, դա որի մեջ արհեստական բանականությունը օգուտ է բերել, դա կրթության ոլորտն է։ Արհեստական բանականությունը այսօր մեծ ազդեցություն ունի այդ ոլորտում, այն դարձնում է ավելի մատչելի, անհատականացված եւ արդյունավետ։ Օրինակ, մեկին դժվար է մաթեմատիկան, իսկ մյուսին դժվար է լեզուները, ապա արհեստական բանականությունը մեզ կառաջարկի հատուկ թեստեր, հատուկ առաջադրանքներ, որով ամեն մարդ կարողանա իր ուժերին համապատասխան աշխատել, այսինքն արհեստական բանականությունը չի տալիս ավելի դժվար կամ ավելի հեշտ առաջադրանքներ, այդ տալիս է ամեն մարդու իր տեմպին համապատասխան։ Նաև արհեստական բանականությունը օգնում է ուսուցիչներին, օրինակ երբ ուսուցիչը թեմատիկ աշխատանքներ է տալիս, թեստեր է տալիս, այդ թեստերը նաև պետք է ստուգել եւ այդ ստուգումը կարող է կատարել արհեստական բանականությունը եւ ուսուցչին ավելի շատ ժամանակ կմնա, որպեսզի ուսուցիչը կարողանա ավելի շատ շփում ունենալ աշակերտների հետ, քան զբաղվել այդ թղթաբանությամբ։ Կան շատ կրթական հարթակներ, որից են Khan Academy կամ Duolingo-ն, որոնք օգնում են աշակերտներին իրենց առաջընթացը ավելի բարելավելու համար, այդ հարթակում նույնիսկ դուք կարող եք շփվել հենց արհեստական բանականության հետ եւ ուղղել ձեր արտասանությունը կամ բառապաշարը։ Նաև հատուկ ծրագրեր կան, որոնք օգնում են հաշվանդամ երեխաներին, ովքեր օրինակ չեն լսում կամ չեն կարողանում խոսել, նրանք այդ արհեստական բանականությունը կարող է տեքստը վերածել ձայնի կամ ձայնը վերածել տեքստի, որպեսզի բոլորը մասնակցեն դասընթացին։ Նաև կան վիրտուալ օգնականներ, որոնցից են օրինակ ChatGPT-ն, բոլորից ծանոթ, որոնք այդ օգնում են աշակերտներին, որպեսզի օրինակ ինչ-որ հարցի դեպքով աշակերտը ուղղի ChatGPT-ին եւ այն տա հեշտ պատասխան, ստանա պարզ բացատրություն, նաև կարելի է նույնիսկ քննությանը պատրաստվել առանց ուսուցչի ֆիզիկական ներկայությամբ, բայց դա ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, քանի որ արհեստական բանականությունը չգիտի դուք այդ
ուսումնական տարում ինչ է կանցել, ինչ չէ կանցել, կարող է մի բան ավել պատմել, կարող է մի բան պակաս պատմել, եւ դուք այդ քննությունը վատ հանձնեք։ Այսքանով ավարտենք մեր օգտակար կողմերի մասին, խոսենք նրա վտանգների մասին։ Արհեստական բանականության զարգացումը թեև բերում է շատ օգուտներ, բայց այն կարող է բերել շատ վտանգներ։ Դրանցից ամենազգալին աշխատանքի կորուստն է։ Շատ մարդիկ, շատ արհեստական բանականություններ կատարում են այնպիսի գործեր, որոնք առաջ կատարել են մարդիկ, օրինակ հաշվապահությունը կամ հենց մարդկանց հետ շփումը, մեքենայական վարումը, մշակումը եւ այլն, երբ գործատուն տեսնում է, որ կա ավելի մատչելի, ավելի արագ եւ առանց օգնելու աշխատող ինչ-որ մի բան, նա կամացից մարդկանց հանում է գործից եւ ընդունում է արհեստական բանականությունով աշխատող ռոբոտների եւ այսպես մարդիկ կորցնում են իրենց աշխատանքները, սա հատկապես նկատվում է այն աշխատանքներում, որոնք մի օրինակ են, այսինքն գործարանային ինչ-որ արտադրություն պահեստներում աշխատել, կամ օրինակ ավտոմատացված ինչ-որ աշխատանք, օրինակ բանկերում շատ գործողություններ անում են այդ չաթ-բոթերի շնորհիվ, բայց այստեղ մի վտանգ կա, քանի որ օրինակ տարեցները չեն կարողանում օգտվել դրանցից, կամ այն մարդիկ, որ տեխնոլոգիաների այդ հմտություններից տեղեկացված չեն։ Օրինակ Արաբական Էմիրություններում կա մի ռեստորան, որտեղ ամբողջությամբ սպասարկում են ռոբոտները, այսինքն արդեն մարդիկ այդ ռեստորանում կորցրեցին իրենց աշխատանքը եւ ռոբոտներն են սպասարկում։ Կամ օրինակ Ռուսաստանում ամբողջ Մոսկվայի տարածքում կան փոքրիկ ռոբոտներ, որոնք առաքում են կատարում, եւ այդ նրանց մեջ հատուկ քարտեզներ կան եւ հատակագծեր կան, որոնց շնորհիվ այն աշխատում է։ Բացի այդ, արհեստական բանականությունը արդեն ներխուժում է շատ բարդ աշխատանք մասնագիտությունների մեջ, իրավաբանություն, բժշկություն, հաշվապահություն եւ այդ ոճի մասնագիտություններում, եւ թեկուզ այն չի կատարում ամբողջությամբ այդ աշխատանքը, բայց կատարելով նրա մի մասը, մարդը այդ գործատուն ավելի քիչ է սկսում պահել մարդկանց իր աշխատանքում։ Հաջորդ վտանգը, որի մասին կուզենայի խոսել, դա կեղծ լուրերն են կամ deepfake-ները։ Deepfake-ը մի տեխնոլոգիա է, որը արհեստական բանականության շնորհիվ ստեղծում է, գեներացնում է հատուկ ձայներ, ձայնագրություններ եւ նույնիսկ տեսանյութեր, որոնց շնորհիվ մարդկանց խաբում է, մեկը ինչ-որ մի բան է պատմում, բայց այդպիսի բան նա երբեք չի արել։ Օրինակ կարելի է ինչ-որ քաղաքական գործիչի տեսանյութ պատրաստել, երբ ինչ-որ բանի մասին է խոսում, բայց նա այդպիսի բան երբեք չի արել, եւ այդպիսի դեպք եղել է 2019 թվականի Բարաք Օբամայի տեսանյութներ հրապարակված, երբ այն խոսում էր այնպիսի բաներ, որոնցով մարդիկ խաոսի մեջ էին ընկնում եւ բայց փաստորեն այդ deepfake էր, որը հենց կառավարությունն էր ստեղծել, որպեսզի մարդկանց նախազգուշացնի, որ այսպիսի բաներ նույնպես կարող են լինել, կամ օրինակ 2020 թվականին աշխատողները զանգում են գործատուին եւ պահանջում են աշխատավարձը, գործատուն այնքան նման էր այդ աշխատակցի ձայնին, որ գործատուն փոխանցում է գումարը նշված համարին եւ փաստորեն այդ deepfake էր եւ մարդիկ խաբեցին գործատուին եւ գումար վերցրեցին։ Բացի տեսանյութի ցուցանից, արհեստական բանականությունը կարողանում է հրապարակել հոդվածներ, կարողանում է գրել հրապարակումներ, որոնց այնքան հուզական են, նույնիսկ մարդկանց նման է գրում, սխալներով նույնիսկ հուզականությամբ է գրում, որպեսզի մարդիկ չտարբերեն այն։ Մյուս վտանգը զենքերի եւ պատերազմների մասին է, այսինքն օրինակ պատկերացրեք մի օր, որ մարդիկ պատերազմեն միմյանց դեմ, պետությունները պատերազմեն միմյանց դեմ առանց մարդկանց մասնակցության,
Այսինքն շատ մարդիկ կուրախանան այդ երևույթից, քանի որ քիչ մարդ կզոհվի, բայց դա իսկապես մտահոգիչ է, քանի որ օրինակ վերնշված օրինակում մարդը սովորում է հակառակորդի թույլ կողմերի վրա եւ այդ թույլ կողմը կարող են հանդիսանել մեկ մարդիկս եւ երկու հայաստական բանականություններից մեկը ինչ որ վնաս պատճառի մարդկանց եւ նրանք կարող են պատերազմել ինչպես մեր պատկերացրած ֆանտաստիկ ֆիլմերում եզրափակելով եւ իմանալով որ դուք արդեն գիտեք բավարար տեղեկություններ հայաստական բանականության մասին, ես կուզեի ձեզ մի քանի հարցեր ուղղել։ Օրինակ, պատմեցի վտանգների մասին։ Օրինակ, դուք մտածում եք, կարելի է, պետք է արդյոք ինչ-որ սահմանել օրենքներ հայաստական բանականության համար։ Եվ ինչ տիպի օրենքներ է պետք սահմանել։ Եթե պատասխաններ չկա, ես ձեռք Համեցեք Կալեպսի Եղոյան, համեցեք։ Ձեր բարձրախոսը միացրեք, խնդրում եմ, ահա։ Բարև ձեզ, ողջունում եմ ես, շատ ուսուցիչ եմ և շատ ուրախ եմ, որ աշակերտներից մենք սովորելու բան ունենք, ես կուզենայի, որ օրինակ արհեստական բանականությունը սահմանափակվեր որոշ տարիքում, այսինքն գոնե մինչև 7-8-րդ դասարան սահմանափակվեր որոշ չափով կիրառումը, որպեսզի երեխաներին դեպի պթացման չտաներ, այսինքն որպես հեշտ գործիք չօգտագործեին երեխաները։ Ինչ կարծիքի եք։ Ես էլ պատասխանեմ այդ հարցին, ես մտածում եմ, որ հայաստական բանականությունը գործիք է եւ յուրաքանչյուր գործիքի նման այն կարող է ունենալ լավ եւ վատ կողմեր, օրինակ ինչպես դանակային կարող է հաս կտրել, բայց նաեւ վնասել մարդուն։ Այսինքն եթե ճիշտ օգտագործենք հայաստական բանականությունը, ապա պետք չէ ինչ-որ օրենքներ կիրառել, սահմանափակել նրան, բայց ճիշտ էր ասված, որ այդ մասով պետք է սահմանափակել, բայց օրինակ բժշկության ոլորտում ընդհակառակը պետք է այն զարգացնել։ Մարգարյան, մենք էլի պատասխանողներն ենք, Ես նկատի ունեի դպրոցական տարական տարիքում, որպեսզի երեխաները իրանք սովորեին աշխատել, հետո նոր դիմեն արհեստական բանականությանը ինչ-որ նորություններ իմանալու համար և կիրառելու համար, ոչ թե որպես նրանց հեշտ գործիք գրավորները գրելու և այլն։ Շնորհակալություն, լսենք Լիդա Թելոյանին։ Շնորհակալություն, ուզում եմ ոգևորությունս չպահել ու հայտնել մեր սիրելի Մարկոսին, կեցես տղաս, դու հիանալի մարդ ես դառնալու, հետո մենք կլսենք քո հաջողությունների մասին, այսօր դու մեծ լսարան ես հավաքել ու քո գեղեցիկ սահուն խոսքով իրոք հիացնում և սովորեցնում ես մեզ, վաղն էլ մենք դպրոց կտանենք մեզ հետ ու կասենք, որ ձեր հասակակից մի այսպիսի բալիկ, հրաշալի մարդ, հետաքրքիր նյութերով մեր երեկոն այսպես ագեցրեց։ Մարկոս ջան, ես կարծում եմ, որ հարցս այսպիսին պիտի ձևակերպեմ, որ ավելի պարզ հնչի, արդյոք անսահմանափակ են գործառույթները արհեստական բանականության, կարող են դրվել արգելքներ, որ ասենք քանի որ ես այդ ասպարեզում այո, ուսումնասիրություններ կատարել եմ, բայց այնքան չէ, որքան դու գիտես, հնարավոր է սահմանափակել գործառույթները ու շատ հարցերի ինքը այսպես ձեռնպահ մնա, չպատասխանի։ Արհեստական բանականությունը հիմնականում արգելափակվում է տարիքային խմբերով, այսինքն օրինակ փոքր տարիքի երեխաները չեն կարող ինչ-որ մեծ տարիքային ինչ-որ բաների մասին իմանալ, նաև ինձ թվում է պետք է սահմանափակել, ինչպես նշվեց անցած պատասխանողից, այո, օրինակ կրթության ոլորտում նույնպես պետք է, օրինակ մարդիկ ինչ-որ իրենց տնային կատարողությունները կատարում են
դրա շնորհիվ ես ինքս ճանաչում եմ այդպիսի շատ մարդկանց եւ ինձ թվում է պետք է սահմանափակել այդ ոլորտում կամ պետք է սահմանափակել այն աշխատանքի այդ ոլորտներում, որպեսզի մարդիկ նույնպես գործ ունենան եւ արհեստական բանականությունը չփոխարինի մարդկանց։ Կարծում եմ բավարար պատասխան տվեցի։ Մարկոս ջան, ես գտնում եմ, որ դու մենք ավելի խելացի ենք, քան արհեստական բանականությունը։ Չէ՞ որ դա այլ մարդն է ստեղծել։ Բայց այդ ստեղծողները մի քիչ սահմանափակում դնեն։ Այո, ես Բոլոր նույնպես ոլորտներում չզարգանա բանականությունը։ Շնորհակալ եմ տղաս։ լավ, շնորհակալություն։ Մարկ ջան, մենք ձեռք ունեինք, այս պահին ես տեսնում եմ, որ այդ ձեռքը իջավ Շուշանտ Համամյան, բայց ուզում եմ անպայման Շուշանտ Համամյանին ձայն տալ եւ նաեւ ասել, որ Շուշանտ Համամյանը մեր էջի 10,000-րդ հետևորդն է եւ այս պահին ուզում ենք ուղակի սրտիկներով ողջունել, շնորհակալություն հայտնելով Շուշանտ Համամյանին եւ սիրով լսում ենք ձեզ։ Ես էլ շնորհակալ եմ ու ինձ համար անակնկալ էր այդ նորությունը։ Իսկապես Մարկ ջան, քեզ էլ ողջունում եմ։ Շատ հետաքրքիր ու բոլորիս պետքական ինֆորմացիա էր, որ մեզ շատ հաճելիորեն տրամադրեցի։ Ուսանելի դեռ մենք շատ բաներ ունենք սովորելու այս արհեստական բանականություն այս թեմայից։ Միայն ցավալին այն է, որ մարդկային գործոնը աստիճանաբար հետին պլան է մղվելու։ Պետքա պայքարենք միայն դրա դեմ։ Թե չէ բոլոր պարագաներում բոլորիս էլ օգնող տարբերակ է ինձ թվում է։ Այսքանը։ Լավ, մերսի։ Շնորհակալություն։ Եթե ձեռքեր չկան, ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բան ասել։ Սկզբում երաժշտություն էր միացված, այդ երաժշտությունը նույնպես գեներացված էր, ստեղծված էր արհեստական բանականությունով։ Ինձ թվում է շատ նման էր մարդկային արտասանությանը եւ կարծում եմ այդ նույնպես վտանգ է, քանի որ արհեստական բանականությունը այս ասացի deepfake-ներին մոտ ինչ-որ բաներ կամ օրինակ այստեղ տեսնում ենք նկարներ, որոնք գեներացված են արհեստական բանականությամբ եւ այս պապիկը շատ նման է իմ կարծիքով իրականությանը, բայց այն իսկապես գեներացված է արհեստական բանականությունով։ Ինձ թվում է նույնպես Մարկ ջան, մենք ձեռք ունենք Մարինե Առաքելյան, համեցեք։ Մարկոս ջան, մի այսպեսի հարց տամ, որ ասեցիր երաժշտությունը սկզբում դրված է, Suno AI ծրագրով է արել, թե ուրիշ ծրագրով է սարքել։ Suno AI ծրագրով էր պատրաստված։ Իսկ դրան համարժեք, օրինակ ես այս մի քանի օր անընդհատ ման եմ գալիս, իմ ուզածը ոնց որ չգտնեմ։ Suno AI-ին համարժեք ինչ-որ ուրիշ ծրագիր գիտես, որ կարողանում է երաժշտություն ստեղծել, տեքստը տաս, ինքը դարձնի երաժշտություն։ Ես էլ էի ճիշտ ասած փնտրում այս վեբինարի համար, բայց տեսնելով որ Suno-ն նրանով է լավ, որ տենց որոշ բաներ անվճար են, իսկ մնացած ծրագրերում պետք է գումար, անհրաժեշտ է գումար, Suno-ն անվճար էր եւ Suno-ով է գեներացված այս երաժշտությունը։ Հասկանալի էր։ Իսկ ասենք սլայդները, որ դու ասում ես, ես կուզենայի սահմանափակում լիներ, դու որ օգտվում ես, որ դեպքում ես ավելի շատ օգտագործում ծրագրերը։ Օրինակ 8-րդ դասարանում մենք նախագծային աշխատանքներ ենք կատարում, երբ ինչ-որ թեմաներ են մեզ ասում եւ այդ թեմաների մասին տեղեկություններ քիչ են համացանցում, կամ ինչ-որ ռեֆերատներ են ասում պատրաստենք եւ այդ քիչ են այդ տեղեկությունները, ես հիմնականում դիմում եմ արհեստական բանականությանը եւ այն նույնպես ինձ պատասխանը տալիս է եւ ես նույնպես կարող եմ սահմանափակումներ տալ, թե ինչ ոլորտում խոսի կամ ասեմ, օրինակի համար ես ուզում եմ իմանամ Ամերիկայի մասին, կարող եմ ասեմ չխոսի տնտեսության մասին, խոսի անասնապահության մասին օրինակի համար։ Ապրես շատ, ինչպես մեր գոլեգաներն ասեցին, քեզ մեծ ապագա է սպասում, մենք կլսենք քո մասին։
շատ ապրես, Շնորհակալություն։ որ ինքնուրույն կարողանաք այդքան ուսումնասիրել, ինչ-որ բաներ գտնել, հետաքրքրություններ, շատ ապրես, որ կարողանամ օգնել քեզ, հաստատ պատրաստակամ եմ, կարող ես հանգիստ դիմել, Շնորհակալություն։ ուսումնանանք, մեզ զրուցարանը կմնա ու մենք անընդհատ շփման մեջ կլինենք ու եթե հարցեր ունենանք կդիմենք քեզ։ Շնորհակալություն հարգելի հետևորդները ակտիվ մասնակցության համար եւ նաեւ Մարկին ողջևորելու համար։ Ես էլ մի հարց ունեմ այս պահին, Մարկ ջան, երգի մասին խոսեցիր։ Ես գիտեմ, որ նախնական տարբերակում երգը միայն ձայնային տարբերակով էր, այսինքն տեսահոլովակ չէր։ Հետո ես այսօր արդեն տեսահոլովակը ականատես եղա տեսահոլովակին։ Դա էլի արհեստական բանականությունով էիր ստեղծել, թե արդեն դու էիր հավաքել տեսահոլովակը։ Արհեստական բանականությունը տեսանյութերը այդ պատրաստելու համար շատ մեծ ջանքեր է կիրառում եւ նույնպես գումարով է այդ գործընթացը, դրա համար ես էի հավաքել տեսանյութերը, այն կարող է պատրաստել, բայց շատ դժվար եւ իրականության այդքան նման չէր լինի, ինչ այստեղ էր։ Այսինքն կարող ենք այս դեպքում արձանագրել քո հաղթանակը որպես մարդկային գործոնի։ Այստեղ մի դրական բան տեսանք, որ մարդը հաղթեց այնուամենայնիվ։ Եվ լսենք մեկ ուրիշ մասնակից ունենք, ճիշտ ասած անհասկանալի տարրերով չեմ կարողam կարդալ FC Բարև ձեզ։ Ահա, համեցեք։ Ներողություն եմ խնդրում, քանի որ ես իմ գործիքով չեմ միացել այս պահին, դրա համար անունս գրված չի, ես Մարկի դասղեկն եմ, իմ անունը Արևիկ Դանիելյան է։ Ես ուզում եմ նախ Մարկին շնորհավորել եւ իրեն բազում հաջողություններ եմ մաղթում եւ ուզում եմ ասել, որ անսահման հպարտ եւ ուրախ եմ, որ ունեմ այսպիսի աշակերտ, որ հնարավորություն ունեմ աշխատելու այս տեսակ սերունդի հետ։ Շնորհակալություն։ Շատ հաջողություններ տղաս։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք եւ իսկապես կարող եք հպարտանալ եւ երջանիկ ուսուցիչ, երջանիկ դասղեկ համարվել, որ ունեք Մարկի պես սովորող, Մարկի պես աշակերտ։ Մարկը ամեն ինչում է փայլում, եւ իր վարքով, եւ իր սովորելով, ամեն ինչով։ Դե դրա համար այսօր Մարկն է այստեղ այս վեբինարը վարում։ Շատ ապրես Մարկ ջան։ Շարունակենք, եթե էլի ձեռքեր ունենք, տեսնենք, չէ, այս պահին ձեռքեր չունենք, երևի թե շարունակենք։ Շարունակենք, սկզբում ես ձեզ մի անակնկալ եմ խոստացել, եկենք նայենք, թե ինչ բառեր են գրված եղել եւ այդ բառերով կազմենք մեզ երաժշտությունը։ Ահա բոլոր բառերը։ Եկենք տանք մի արհեստական բանականությունը, որպեսզի այդ բառերով կազմի բանաստեղծություն եւ այդ բանաստեղծությունով մենք կազմենք երաժշտություն։ Հիմա դու այսպես էկրանը կիսած ես անելու, մենք նաև հետևելու ենք ու տեսնենք ինչպես ես աշխատում, հա? Այո։ Գիտեք, ասեմ, Mentiq.com ծրագրին Մարկը կարծես թե այնքան էլ ծանոթ չէր, դեռ չէր գործածել եւ հատուկ վեբինարի համար ընդամենը 10 րոպեում սովորեց եւ ասեց ամեն ինչ պատրաստ է, ես գիտեմ ինչ եմ անելու եւ տեսեք ինչ հետաքրքիր ստեղծարարությամբ է Մարկը հանդես գալիս։ Սա իր մտահղացումն է։ Եկենք ծափահարենք իսկապես Մարկին։ Եկենք այս բառերից մի քանիսը տանք արհեստական բանականությունը, որպեսզի այն գրի մեր բանաստեղծությունը։ Ձեռք ունենք, Հայկ ջան, դարձյալ քո դասղեկն է ձեռք բարձրացնում, լսենք, լավ, համեցեք։ Ես հավանաբար պատահաբար էի ձեռք այդպես, ահա, հարց չունեի, ուշադիր նայում էի։ Շատ լավ։ Իսկ մենք հիմա այս բառերը ես տամ ChatGPT-ին, ինչպես նշեցի իմ խոսքում, որը մեզ համար կպատրաստի մեր բանաստեղծությունը։ Ահա, հետո արդեն բանաստեղծությունը կտանենք Սունոյին կտանք, հա? Այո։
Եվ Սունան կգրի մեզ համար երաժշտություն եւ կունենանք այդպիսի վերջնական արդյունք։ Շատ լավ, միջև Մարկը բարերը կհավաքի, կարծում եմ կարելի է փոխանակվել կարծիքներով, եթե ունեք ասելիքներ, ունեք կարծիքներ, խնդրեմ կարող եք արտահայտվել հարգելի հետևորդներ։ Մանե Առաքելյան դարձյալ, լսում ենք ձեզ։ Ես մի քիչ շատ բան արեցի, կարծիք չէ, Շատ հաճելի է։ հիացած եմ ուղղակի։ Շատ Հիացած եմ, խոսքեր չկան։ Ուղղակի Մարկոսին ուզում էի ասել, Մարկոս ջան, որ բացես սենտիմետր գործիքը, այնտեղ view ռեզուլտատի վրա որ սեղմես բան կանի, թույլ կտա որ բառերը copy paste անես, այդքան չհավաքես էլի։ Այն որ գրված է view ռեզուլտատ, այդ դրա կողքը։ Չէ։ Թե ուրիշ տեղ դու գնացիր։ Հենց կողքն էր, քո բառերի կողքն էր։ Գտի քո պատրաստածը։ Չէ, այսքան բառեր ինձ թվում է հերիք է։ Հա, ինձ թվում է այսքան բառերը հերիք էին, քանի որ չէ Շատ երկար կլինի բանաստեղծությունը։ Հա, շատ երկար կլիներ բանաստեղծությունը, նաև մինչև պատրաստվի, ես նաև ձեզ հարց կուղղեի, մինչև ես ավարտեի, դուք այսքան տեղեկություններ իմացեք եւ հարցից հետեւյալն է, ինչը մեր նաև վեբինարի հենց թեման էր, հիմա դուք արհեստական բանականությունը համարում եք որպես մարդու բարեկամ, թե թշնամի։ Միջին, Մարկ ջան, ոչ բարեկամ, ոչ թշնամի։ Եթե ճիշտ ենք օգտագործում բարեկամ։ Հարազատ թշնամի։ Հարազատ թշնամի։ Ես է պատասխանեմ իմ հարցին, այո, ճիշտ ասվեց, որ եթե ճիշտ օգտագործենք, ապա մեր բարեկամը, եթե ոչ, ես ասեմ, որ ես նմանեցնում եմ արհեստական բանականությունը կավի, այսինքն եթե այն ճիշտ օգտագործենք, կստանանք հիանալի քանդակներ, իսկ եթե ոչ, ապա չենք կարողանա պատրաստել, եւ կարծում եմ այս վեբինարի ընթացքում դուք շատ տեղեկություններ իմացաք արհեստական բանականության մասին, ահա մեր բանաստեղծությունը գրվեց, եկեք կարդանք եւ տանք Սունոյին, որպեսզի գրի երաժշտությունը։ Կյանքը երգելի լույսով հույսով, սերը դրանում ասպար մի խոսք, հուզեր են լսում աշկերից բիբում, աչքերիդ բիբում, երբ երազանքը թնչում է սրտում, ապական քո ձեռքն է, դու մի վախեցիր, ճանապարհները քո ներսից կսկսեն, մենակ չես երբեք կողքիդ միշտ կանգնած, իմ անբաժան հավատարիմ համակարգիչս։ Դու կգրես ծեր, կկրտես ճշմարիտ, քայլերդ կընկնեն երազի գծով, կյանքդ քոնն է շնչով սրով ձայնով, եւ ամեն ինչ հենց քո ձեռքերում է արդեն։ Ինձ թվում է մեր թեմային մի փոքր համահունչ էր այս բանաստեղծությունը։ Եկեք տան Սունոյին, որպեսզի գրի մեր երաժշտությունը։ Եկեք գեներացնենք եւ տեսնում ենք, որ արհեստական բանականությունը մի քանի վայրկյաններում այդ երգը կգրի, բայց իսկական երաժիշտների մոտ այն օրերով, շաբաթներով, նույնիսկ ամիսներով կարող էր տևել այդ մի երաժշտության ստեղծումը։ Եկեք լսենք երաժշտություններից առաջինը, եթե մեր դուրը չկա, մենք կարող ենք նորից գեներացնել։ Կյանքը երգել լույսով, հույսով, սերը դրանում անսպար մի խոսք, հույսեր են լցվում աչքերիդ բիբում, երբ երազանքդ հնչում է սրտում, ապագան քո ձեռքն է, դու մի վախեցիր, ճանապարհները քո ներսից կսկսեն, մենակ չես երբեք կողքիդ միշտ կանգնած։ Եկեք նաև լսենք մյուս երաժշտությունը։
Կյանքը երկե լույսով հույսով Սերը դրանում անսպար մի խոսք Հույզերը լցվում աչքերիդ պիպում Երբ երազանքդ հնչում է սրտում Կարող եք նաև այս ծրագրում մենք ասել, թե ինչ ոճով գրվի, օրինակ ռեփ, հիփ-հոփ եւ այլ ոճեր, բայց եկեք հարցում ձեզ մոտ այսպես ասեմ, ձեզ որ երգը դուր եկավ առաջինը, թե երկրորդը։ Նաև նկատենք, որ Երկրորդը Մարտին։ Առաջինը Ինձ երկրորդը։ երկրորդն էլ էր լավ։ Երկրորդը։ Երկրորդն էր ավելի հաճելի։ Երկրորդը։ Ահա։ Քեզ որն է դուր Երկրորդը։ կարծում եմ պատասխանները շատ երկրորդի օգտին էին եւ նույնպես այստեղ նկատեք, որ այստեղ նույնպես արհեստական բանականություն արագ նկարն է գեներացրել, բայց տեսնում եք, որ այն վատ է գեներացրել, այսինքն դա այդ համակարգչի ստեղնաշարն է գեներացրել, բայց տեսնում եք ինչ շատ վատ թերացումներով է պատրաստել, ինչը նրա արագ աշխատանքի պատճառն էր։ Ստում է ավարտենք այսքանով։ Մարտ ջան, կարող ես մի հատ էլ այլ մի քիչ ռիթմիկ երգ ցույց տալ, որը ընտրենք, որ ռիթմիկ ստացվի։ Ռեփ ոճի նկատի ունեք։ Դե թեկուզ, որ այսպես մելոդիկ չլինի, ասենք ավելի աշխուժ երգ ստանանք։ Ժողովրդական երգի նման ո։ Կարող ենք այսպիսի օրինակ փոփ դնել, ինչ-որ բարային երաժշտություն, Փորձենք փոփ երաժշտություն ստանալ, մի հատ էլ դա էլ ստանանք նոր, տեսնենք ինչ կա։ Արվենք առաջինը։ Կյանքը երկելի լույսով հույսով Սերը դրանում անսպար մի խոսք Հույզերը լցվում աչքերիդ իբում Երբ երազանքդ հնչում է սրտում Ապադրանքով ձեղնենում մի վախեցիր Ճանապարհները քո ներսից կսկսեն Մենակ չես երբեք կողքիդ միշտ կանգնած Իմ անբաժան հավատարիմ համակարգիչ ես Լսենք նաև երկրորդ տարբերակը։ Կյանքը երկե լույսով հույսով Սերը դրանում անսպար մի խոսք Հույզերը լցվում աչքերի բում Երբ երազանքդ հնչում է սրտում Ապականքով ձեռքներ դու մի վախեցիր Ճանապարհները քո ներսից կսկսեն Մենակ չես երբեք Եթե ձեր թուրը չեկավ, կարող ենք ուրիշ սահմանափակումներ տան, բայց թվում է, օրինակ այս առաջինը լավն էր։ Դուք էլ կարող եք ձեր կարծիքը ասել։ Առաջինը շատ լավ է։ Այո, զրուցանում արդեն գրում էին, որ առաջինը ջան մեկ էլ այսքան բան որ սովորեցրիր, մի բան էլ մեզ ասա, օրինակ ինչպես ընտրենք, որ այս դեպքում կարծես թե աղջկա կանացի ձայնով էր, ասենք եթե ուզում ենք տղամարդու ձայնով դա հնչի։ Դա կախված է թե ինչ ոճի եք ընտրում։ Հասկանալի է։ Կամ եթե օրինակ այս երաժշտությունից օրինակ այս աղջիկն էր երգում, դուք կարող եք այստեղ այսպես պերսոնա ավելացնել եւ օրինակ ասացի, որ այս երաժշտությունը լավն է, նշեք այդ երաժշտությունը եւ նույն աղջիկը երգի, կամ ինչ որ համացանցից ինչ որ մի այլ երգիչ է դուր եկեք, կարող եք այստեղ նշել այդ երգչի անունը, այդ հղումը տեղադրել այդ երգի եւ այն կգեներացնի այդ երգչի ձայնով։ Պարզ է։ Նաև եթե ինչ-որ չեք կարողանում մտածել, թե ինչ երաժշտության խոսքեր չեք կարողանում մտածել, թե ինչ եք ուզում գրել, ապա թեման կարող եք այստեղ գրել
եւ այն ձեզ կտա պատրաստի երաժշտությունը, որպեսզի օրինակ այդ երգի բառերը չգրեք եւ չօգտվեք ինչ որ օրինակ ես օգտվեցի ChatGPT-ից, հետո տվեցի Սունոյի, ինչի որովհետև Սունոն քանի որ շատ գործառույթ է կատարում, կարող է մի քիչ վատ գրել այդ բանաստեղծության երգի խոսքերը կարող է մի քիչ վատ գրել եւ մի քիչ վատ կարող է ստացվել մեր երգի բառերը։ Շատ ապրես Մարկ ջան, շնորհակալ ենք, այստեղ մենք ձեռք ունենք Շուշանիկ Ամիրխանյան, համեցեք հարգելի Շուշանիկ։ Բարի երեկո բոլորին։ Ես Բարի ուղղակի հպարտությամբ եմ տեսում Մարկին որպես ուսուցիչ։ Ես պատկերացրեցի, որ իմ աշակերտը լիներ ինչքան հպարտ կլինեի։ Իրականում ես թվային գրագիտության մասնագետ եմ, շատ եմ օգտվում արհեստական բանականությունից եւ երբեմն նույնիսկ դասերի ժամանակ խրախուսում եմ իմ աշակերտներին, որ օգտվեն, որովհետեւ մենք որպես ուսուցիչ խնդիր ունենք իրենց սովորեցնել ինչպես ճիշտ անեն։ Եվ երբ որ ես լսում եմ երիտասարդներին Մարկի նման եւ ուսուցիչներին, այսպես բան կա, չէ, նորությունը սկզբից մերժում ենք, հետո հարմարվում ենք, հետո ընդունում ենք։ Հիմա մեր մոտ դեռ մերժվան փուլն է, բայց արդեն մեր երիտասարդները ընդունել են եւ առաջ են գնում։ Հիմա մեր ուսուցիչների խնդիրն է փորձենք ինչ-որ չափով հասնենք մեր երեխաների հետևից, լինենք իրենց կողքին, իրենց աջակիցը այս գործիքի ճիշտ ձևով օգտվելու համար։ Եվ եթե Մարկը իր փորձը փոխանցի նաև իր հասակակիցներին, եւ ես իր խոսքի մեջ լսեցի, որ ասա, այնտեղ որտեղ ես չեմ կարող ուրիշ աղբյուրներից օգտվում եմ ChatGPT-ից, դա վերլուծություն էր, որ ինքը արդեն իսկ գտել է դրա ճիշտ օգտագործելու ձևը, լավ օգտագործելու ձևը եւ այսպիսին պիտի լինեն մեր աշակերտները։ Սրանից պետք չի խուսափել, ուսուցիչներ ջան, այլ եկեք այնքան ստեղծագործ լինենք, այնպիսի առաջադրանքներ հորինենք մեր երեխեքի համար, որ նույնիսկ ChatGPT-ին չկարողանա կատարի եւ իրենք ստիպված լինեն ստեղծագործեն եւ ինքնուրույն աշխատեն։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որպես ուսուցիչներ, որ ունենք Մարկի նման բազմաթիվ սերունդներ ունենք, շատ աշակերտներ ունենք եւ մենք բոլորս կարող ենք հպարտանալ եւ չվախենալ մեր ապագայի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Շուշանիկ ջան, շատ բոլորի սրտից խոսեցիք կարելի է ասել, կարծում եմ ինչ որ ասում եք մեր բոլորի մտքում էր, բայց այն ամենայն ես ուզում եմ շատերին լսել, որովհետև կարծում եմ Մարկը եւ արժանի է այդ ջերմ խոսքերին եւ նաեւ դրանով մենք ավելի կողջևորենք մեր Մարկին։ Համեցեք Անահիտ Գալոյան, Մարկի մայրիկն է այս պահին խոսելու մեզ հետ։ Համեցեք Անահիտ ջան, բարձրախոսը միացրեք։ Բարև ձեզ, ես Մարկի մայրիկն եմ, իմ մոտ բարձրախոսը չգիտեմ ինչի չմիացա։ Ձեր թույլտվությամբ որպես Մարկի մայրիկ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Գիտուսի թիմին, առանձնահատուկ երախտագիտությունս տիկին Գոհար Խաչատրյանին Մարկին ընձեռած այս հրաշալի հնարավորության համար։ Կարծում եմ, որ այս հնարավորությունը ոչ միայն Մարկի համար էր, այլ բազմաթիվ երեխաների, ինչու ոչ մեծահասակների, որպեսզի ավելի մոտիվացվեն, ցույց տան սեփական ներուժը, առաջ գնան։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ տիկին Անահիտ ջան, որ այսպեսի զավակ ունեք, այսպես եք դաստիարակել ձեր երեխային եւ այսօր ես իրոք ուզում եմ ձեր փոխարենել հպարտանալ, որ ունենք 14 տարեկան Մարկ, ով ունի այդ համարձակությունը, ես նայում եմ մեր մասնակիցների թիվը 80-ից ավել է եւ ինքը կարողացավ այսքան ուսուցչի եւ նաեւ հուսով եմ իր ընկերներն էլ դասընկերներն էլ այստեղ հարթակում կան այդքան մեծ լսարանի արչեւ այսպես համարձակ վստահորեն եւ ներկայացնել եւ պատասխանել հարցերին իր տեսակետը հայտնել իսկապես հպարտանալու է եւ ինքս էլ գրեցի զրուցարանում որ մեր ապագայի համար կարող ենք չվախենալ
եթե ունենք մարկ եւ մարկի տեսակը եթե իշխի։ Շատ կուզենամ, որ իսկապես մենք կարողանանք այսպիսի երեխաների շատ հայտնաբերել եւ շատերին այդ հնարավորությունը պատրաստենք տալու։ Միայն թե ունենանք այն երեխաները, ովքեր այս համարձակությունը կդրսևորեն եւ իսկապես հիացած եմ, չգիտեմ Մարկը ուրիշ փորձ ունեցել է թե ոչ, բայց տպավորություն է, որ ինքը բազում վեբինարներ է վարել եւ ինքը շատ հմուտ կերպով կարողացավ մեզ հետաքրքիր վեբինար մատուցել։ Ուզում եմ լսել Գոհարիկ Մկրտչյանին, համեցեք Գոհարիկ ջան։ Բարի երեկո բոլորին։ Բարի երեկո։ Մարկ ջան, շնորհակալություն, կեցես դու։ Ես էլ 8-րդ դասարանի դասղեկ եմ ու նախանձեցի քեզ քո դասղեկին, որ դու այդպիսին ես։ Ես Սունոն չէի օգտագործել մինչև հիմա, գնացի դեպի Սունո ու փորձեցի Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը առաջարկել, որպեսզի երաժշտություն տա, բայց բառերը բնականաբար ինձ տվեց օտար լեզվով։ Ուզում եմ հասկանալ ինչպես եմ լեզուն կարգավորում։ Սովորեցրու նաև սա, խնդրում եմ։ Ասեմ, որ Համո Սահյանի այդ բանաստեղծությունով մեր առաջին երգն էր, որ միացվեցի, Հայաստան ասելիս այդ բանաստեղծությունով էր։ Եթե ունեք պատրաստի բառերը, այս հատվածում պետք է դուք գրեք, եթե չունեք, ապա Մարկ ջան, ես բառերը գրեցի, բայց երգի բառերը երգը հնչեցրեց օտար լեզուներով։ Մեկը անգլերեն էր, մեկը ֆրանսերեն։ Դուք auto-ում եք գրել, այս հատվածում եք գրել, թե write lyrics հատվածում եք գրել։ Ես մինչև գրանցվելը տվեցի բառերը, դրանից հետո եմ գրանցվել, այսինքն հենց մտել եմ անմիջապես տվել եմ բառերը։ Հա, չէի հասել դեռ այստեղին, նոր եկել եմ հասել այդտեղ, որ սկզբից մտնում եմ ու ինձ առաջարկում է գրել բառերը և գեներացրել, այդ հատվածում էի դա արել։ Այդ հատվածում, քանի որ դուք բառերը գրեցիք, դուք ոչ թե հենց երաժշտության բառերը գրեցիք, այլ իրեն թեմա տվեցիք, թե ինչ թեմայի մասին խոսի, դուք գրանցվելուց հետո այս հոմ պատուհանում հենց գրանցվեցիք, այս պատուհանն է ձեզ մոտ բերելու, այս create-ին եք սխմում, ապա անցնելով այս ստեղա ձեզ բերելու, բայց դուք պետք է անցնեք այստեղ է բերելու, դուք գալիս եք custom և write lyrics և այս բաժնում գրում եք ձեր երաժշտության բառերը։ Եղավ, շատ շնորհակալ եմ, կեցցես դու։ Շնորհակալություն։ Ապրես Մարկ ջան, լսենք Աննա Մարտիրոսյանին։ Խնդրեմ։ Աննա Մարտիրոսյան, լսում ենք։ Բարի երեկո։ Մարկ ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, ասեմ, որ դու ինձ և կարծում եմ այստեղ գտնվող շատ-շատերին տպավորել ես Գևորգ Էմինտերյանի հետ հանդիպման ժամանակ, հենց առաջին անգամ, և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք մասնակցելու քո կողմից կազմակերպված վեբինարին։ Հոգիս փառավորվեց և կարող եմ իհարկե մեծ հպարտությամբ ասել և հիացմունքով ասել, որ նման սերունդներ, բառեր չեմ գտնում քեզ գովելու և ասելու, որ այսօր ունենք քեզ նման սերունդներ, իսկապես դա մեծ հաղթանակ է երևի մեզ համար։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել քո ծնողներին, ասել, որ շնորհավորում եմ ձեզ, դուք կարող եք շատ հանգիստ լինել և շնորհակալ ենք, որ Մարկի նման երեխա եք ծնել, դաստիարակել։ Շնորհակալություն նաև այն դպրոցին, որտեղ որ դու սովորում ես, որ քեզ թևեր են տալիս, որ դու կարողանաս ճախրել։ Եվ իհարկե, ինչպես որ սկզբում հնչեց, ես վստահ եմ, որ քո անունը դեռ բազում անգամներ լսելու ենք ու հիացմունքով ու մեծ հպարտությամբ ասելու ենք, գիտեք, մենք մասնակցել ենք Մարկի կողմից վարած վեբինարին։ Շնորհակալ եմ մեզ այսքան զինելու, մեզ այսքան հարստացնելու համար։ Եվ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գիտուսին, որովհետև բոլորս արդեն տեսնում ենք, թե
Քանի ու քանի նման վեբինարներ է կազմակերպում Գիտուսը եւ ինչքան է հարստացնում մեզ ուսուցիչներիս եւ միշտ մեր կողքին է։ Շնորհակալություն Գիտուսի ողջ թիմին։ Սիրում եմ բոլորիդ։ Կեցես Մարկ ջան, հիացած եմ քեզանով։ Շնորհակալություն խոսքերի համար։ Շատ ապրեք մեր Մարկին ողջևորելու համար, լսենք Սյուզաննա Այվազյանին, հիշենք, որ Սյուզաննան հարց ուներ։ Արդեն երևի եկել է հարցի պահը։ Նախ ձեր թույլտվությամբ ուզում եմ ընկեր Գոհար Մկրտչյանին ասել, որ շատ ուսուցիչներ, ովքեր ձեզ ճանաչում են, մենք էլ ձեզ ենք բարի նախանձով վերաբերում, որովհետև դուք նախ ճանապարհ ունեք անցած ու ձեր աշակերտները բազմաթիվ են, ովքեր իսկապես արժանի են ձեր աշակերտը լինելուն։ Հետո Մարկին անդրադառնամ։ Մարկին անդրադառնամ, ես հիացած եմ ինչով, որ գիտակցելով ու իմանալով, որ մեծ մասը լսարանի ուսուցիչներ են, ինքը ընդհանրապես չընկճվեց, չլարվեց։ Ես էլի եմ ասել, հիմա էլ Մարկը փաստեց, որ ունենք սերունդ, մեծանում է սերունդ, ով ավելի ռիսկով է, քան մենք, չեն վախենում նոր արարություններից ու նոր բաներ փորձելուց։ Ես եւս վստահ եմ, որ ինքը իսկապես հասնելու է բարձունքների ու մենք լսելու ենք Մարկի մասին ու հպարտորեն շփվելու ենք աշակերտներին ասելու ենք, որ մենք այս երեխային լսել ենք, այս մարդուն լսել ենք այն ժամանակ, երբ դեռ ինքը երեխա էր։ Եվ Մարկ ջան, հարցս, եթե թույլ կտաք, մի քիչ պրովոկացիա։ Շատ ներողություն, խնդրում եմ բարձրախոսներն անջատել, լավ։ Ճիշտ ասած հարցը չլսեցի, որ թե մի անգամ եք ուղեք։ Շարունակեք Սյուզաննա ջան։ Հարցը ասում եմ նախ ուսուցիչներից ներողություն եմ խնդրում հարցիս համար, բայց այնուամենայնիվ հարցս հնչեցնեմ։ Արդյոք Մարկո ջան մտածում ես, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել ուսուցիչներին։ Ուզում եմ եւ այոյի դեպքում հիմնավորես քո տեսակետը եւ ոչի դեպքում։ Այսինքն անկախ նրանից այո։ Կարծում եմ ոչ, քանի որ ուսուցիչները հենց անձնական են շփվում երեխաների հետ եւ ինձ թվում է արհեստական բանականության հետ դասերը ձանձրալի կլինեին, քանի որ թեկուզ դասերի ժամանակ այդ ուսուցչի հետ շփումը ավելի առանձնահատուկ է, ավելի վերջքով ավելի լավ է, քանի որ օրինակ թեկուզ մարդկային են ուսուցիչները գտնվում, երբ օրինակ դասին պատրաստ չես, քեզ ներում են, բայց արհեստական բանականությունը ինձ թվում է խիստ կլիներ, կամ թեկուզ ընթացքում կարող ենք մի քիչ հանգստանալ ուսուցիչների թույլատրությամբ, ինձ թվում է անհնար է փոխարինել այդ մարդկանց շփումը արհեստական բանականությունով։ Ապրես շատ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն նաև Գիտուսին հաճելի օրվա, հաճելի եւ ուսուցողական երեկոյի համար։ Ձեզ շնորհակալություն։ Այստեղ Անահիտ Գալոյան, ձեր ձեռքը մնացել է, թե էլի ասելիք ունեք։ Հա, Մարկ ջան, մայրիկի ձեռքը մնացել է, թե էլի մնացել է։ Գոհար։ Շատ լավ, ահա։ Կարելի է ես էլ Սյուզաննային պատասխանեմ։ Իհարկե կարելի է։ Սյուզաննա ջան, ես ձեզ չեմ ճանաչում, բայց ուզում եմ որպես ուսուցիչներին փոխարինող գործիք պատասխանել արհեստական բանականությանը, քույզիզով գրավոր էի կազմում, առաջին անգամ հանդիպեցի, որ այնտեղ նաև արհեստական բանականությունն է արդեն ներմուծվել, ասացի լավ, բեր փորձեմ տեսնեմ ինձ ինչ կտա, կազմում էի Ավետիք Իսահակյան, ասացի գրավոր կազմենք Ավետիք Իսահակյան թեմայից ու այնպիսի մի գրավոր կազմեց, որ ես ուրախությունից ինձ կորցրել էի, արհեստական բանականությունը մեզ հաղթել չի կարող։ Ինչ էր գրել։ Ավետիք Իսահակյանը ինչ վեպ է գրել։ Անուշ վեպը, չգիտեմ ինչը ու այսպիսի բաներ, նրա անուշ վեպի հերոսներից են, այսինքն արհեստական բանականությունը դեռ այնքան չի հզորացել, որ կարողանա ուսուցիչներին փոխարինել։ Սա ահագին ինձ ուրախացրեց։
Այո, գրականություն եւ հայոց լեզվին չի տիրապետում արհեստական բանականությունը, հատկապես գրականությանը։ Ու 20 Եկեք հատ ֆիքսենք, որ դեռ չի տիրապետում, դեռ չի տիրապետում։ Ես էլ Համո Սահյանի մասին հարցեր տվեցի եւ պարզվեց, որ Համո Սահյանի որդու անունը Արմեն Ղազարյանն է։ Ու երբ ասացի, բայց դուք կարծես թե Սևակի որդու անունն եք գրել, գրեց, հա, կներեք, դուք ճիշտ եք, Սահյանի որդու անունը Նայիրի է։ Այնպես որ ուղղակի դեռ հայ արհեստական բանականությունը հարստացած չէ գիտելիքներով, բայց կարծում եմ կգա նաև դրա ժամանակը։ Պարզապես մենք պետք է կարողանանք ճիշտ կիրառել, իբրև գործիքի վերաբերվել արհեստական բանականությանը, այնպես ինչպես վերաբերում ենք օրինակ Հույզիսին, Քահուտին եւ մնացած բոլոր գործիքներին։ Լսենք Մարինե Մարտիրոսյանը։ Շատ լավ բաներ է արել։ Ավանդազրույցներ է գրել, Գորիսյան թեմաներ եմ տվել, ավանդազրույցներ է գրել ու երբ նախագծայինս կավարտեմ կհրապարակենք, կտեսնենք ինչքան գեղեցիկ բաներ են ստեղծվել։ Սա էլ է արհեստական բանականության ստեղծածը։ Ես նման աշխատանք տվել է Խաչատուր Աբովյանը ամփոփելու ժամանակ ու երեխաներն օգտվել են հենց արհեստական բանականությունից ու ուրախությունից գրել էին սխալ։ Հետո հասկացան, որ իրենց սխալն ու իրենց գրածն ու իրենց իմացածը բոլորովին տարբեր են, որոշեցին այլևս չօգտվել այդ արհեստական բանականության սխալ պատասխաններից, մի քանի են անպատիվ բառեր իրենց խոսքերով ասած, անպատիվ բառերով, վիրավորական բաներով անպատվել էին արհեստական բանականությանը եւ սահմանափակվել դրանով։ Ուզենայի շարունակել ձեզ Տիկին Թամամյան եւ Տիկին Մկրտչյան, ես էլ էի նախագծային կատարում եւ իմ թեման Տերյանի թեման է եւ ես գնացել էի գյուղ, նկարանել էի այդ ամեն ինչը եւ վերադարձել էի տուն, տեղեկություններ Տերյանի մասին կային համացանցում, բայց ուզում էի ինչ-որ հետաքրքիր ավանդազրույցներ, ինչպես ասես Տիկին Մկրտչյանը, փնտրել համացանցում եւ այդ չգտա ինչ-որ նամակներ, չգտա համացանցում, դիմեցի արհեստական բանականությանը եւ արհեստական բանականությունը ինձ շատ սխալ բաներ պատմեց, որոնք իրականում երբեք չեն եղել։ Օրինակ ասեց, որ Տերյանը աթոռով խփել է իր ուսուցչին, ինչը շատ սխալ է, աբսուրդ էր իմ կարծիքով։ Եվ այո, այն ինձ թվում է զարգացած չէ հայ պոեզիայում, հայոց լեզվի, հայոց լեզվի առարկայից, հայոց պատմությունից, բայց մնացած լեզուներով, օրինակ անգլերենով շատ բաների է տիրապետում, պատմության, թե հայոց լեզվի, թե մնացած առարկաներից շատ ինքը տեղեկացված է։ Ապրես Մարկ ջան, շատ ուղղակի այստեղ էլի պետք է մեզ փրկի մեր մեդիագրագետ լինելը, կարծում եմ, եւ կարողանանք իսկապես ճիշտ կիրառել, ճիշտ դիտարկումներ անել, ճիշտ հրահանգներ տալ, ստուգել փաստերը, խնդրել պահանջել, որ ներկայացնի աղբյուրները, բայց բացասական վերաբերմունք այնուամենայնիվ չցուցաբերենք, այլ իսկապես, եթե մենք վերաբերվենք, իմ կարծիքով վերաբերվենք որպես օգնականի, կգտնենք այն ճանապարհը, որը մեզ կտանի դեպի արհեստական բանականություն, իբրև մեր աջակցի։ Հիմա ուզում եմ լսենք Մարինե Մարտիրոսյանին, հետո Գոհար Գրիգորյանին։ Մարինե ջան, համեցեք։ Սիրելի մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Գոհար ջան, քեզանից շատ շնորհակալ ենք այսպիսի ակնթարթներ մեզ պարգևելու համար։ Մարկ ջան, դե քեզ ինչ ասեմ, հիացած ենք քո խոսքով, քո անկաշկանդությամբ, բայց ուզում եմ մի հարց ուղղել։ Ամփոփելով քեզ ուղված մի որոշ հարցեր, տալ հետևյալ հարցը։ Գրքեր ընթերցել սիրում ես, Մարկ ջան։ Զբաղվում ես ընթերցանությամբ։ Այո։ Իսկ դու այդ գրքերի ընթերցանությունը կփոխարինեիր արհեստական բանականությամբ, զուտ ասենք քո ժամանակը լցնելով արհեստական բանականությամբ, այսինքն մի կողմ դնեիր գրքերի ընթերցանությունը։ Կարծում եմ ոչ, քանի որ գրքերում, օրինակ իմ սիրած գրքերում ներկայացված է մեր ազգի պատմությունը կամ ինչ-որ բանի ստեղծման պատմությունը, օրինակ արհեստական բանականության մասին ես կարդացել եմ գրքեր եւ չեմ կարծում, որ կարելի է փոխարինել արհեստական բանականությունը գրքերով, բայց արհեստական բանականությունն էլ
իր հերթին օրինակ կարող է գիրքը ասել այս գրքի մասին ինչ որ վերլուծություն գրեր եւ հայաստական բանականությունը այդ վերլուծությունը կգրեր բայց ինձ թվում է ավելի լավ է դու իսկականում կարդաս այդ գիրքը քան հայաստական բանականությունը ընդդիմելը Այդպես Մարկ ջան, կարծում եմ ընթերցանությունը ոչ մի բանով փոխարինել չի կարելի։ Դա շատ ավելին է, քան արհեստական բանականությունը։ Համաձայն ես։ Ես էլ եմ նույն կարծիքին այո Շնորհակալություն։ Մանե ջան, թույլ տուր լրացնեմ ու ասեմ, որ իմ կարծիքով Մարկը այնքան խելացի է, որ ինքը իր ժամանակ այնքան ճիշտ կբաշխի, որ ընթերցանությանը կտրամադրի դրան անհրաժեշտ ժամանակը, արհեստական բանականությանը դրան անհրաժեշտ ժամանակը եւ նպատակները կլինեն տարբեր։ Գրքի ընթերցանությունը բնականաբար չի կարող պարտվել, իսկ արհեստական բանականությունից Մարկը գիտի ինչպես օգտվել եւ որ դեպքերում վկա այսօրվա մեր վեբինարը, որ ինքը շատ լավ գիտի արհեստական բանականության հետ վարվելու բոլոր, եկեք ասեմ, բարեվարկության բոլոր կանոնները։ Գոհար Գրիգորյան ջան, համեցեք։ Շնորհակալություն, Մարկ ջան, չեմ կարողանում բառեր գտնել արտահայտելու հիացմունքս, երբ ինձ հարցնեն ժամանակակից մարդը կամ ապագա մարդը քո պատկերացմամբ, առաջինը հիշելու եմ քեզ։ Երևի չկարողանամ ուրիշ մեկին հիշել։ Ես հիացած եմ քո խոսքով, բառ չփնտրելու վարպետությամբ, որովհետև այնքան անկաշկանդ ես, երբ հիշում եմ ինձ առաջին անգամ էկրանի մոտ, ես այնքան էի կարմրել, հուզվել ու դողում էի, բայց հիմա նայում եմ քեզ այնքան անկաշկանդ, հանգիստ, խաղաղ եւ սիրով պատասխանում ես բոլոր հարցերին, լրացումներ ես կատարում, քո տեսակետներն ես հայտնում, այդ բոլորը չեմ կարողանում հասկանալ մեկ օրվա, մի քանի օրվա, մի քանի սեմինարներ վարելու արդյունք է թե լսելու, ամեն դեպքում զարգացած մարդը ահա այդպիսին է լինում եւ ուղղակի հիացած եմ, իզուր չէ, որ Տիկին Խաչատրյանը քեզ տեսնելով տեսել է ահա այսպիսի մարդուն եւ հասկացել է, գուշակել է, որ այո դու կարող ես առանց տապալելու այս սեմինարն անցկացնել։ Նույնիսկ մենք մեծերս մեր վրա երբեմն վստահ չենք լինում, կասկածում ենք, մի քանի անգամ թերթում ենք, հուզվում ենք, էլի լարվում ենք, սակայն քո այս պատրաստական, անկաշկանդ, խելացի, կշռադատված խոսքը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, որ այո, մեր սերունդը գիրք կարդում է։ Եթե կարդացած չլինի, հարուստ բառապաշար չի ունենա։ Դու ունես այդ հարուստ բառապաշարը։ Շնորհավորում եմ քեզ, քո ծնողներին, քո ուսուցիչներին, մեզ։ Տիկին Խաչատրյան ջան, մեզ էլ եմ շնորհավորում, իսկապես ձեռք բերում եմ մեզ համար Մարկոսը։ Երբ որ ընդամենը մի քանի րոպե առաջ միացած էի Մարկոսի հետ, ուզում եմ ասել, Մարկ ջան, դե գիտես, Teams-ը ուսուցիչների համար է, գուցե դու չիմանաս, այս ինչ բանն է, պես ասում է, հա գիտեմ։ Ուզում եմ ասել, այս ինչն է, պես ասում է, չէ գիտեմ։ Ուզում եմ, այ Մարկ, բա ինչ գործ ունեմ ես քեզ հետ ինչ-որ բան ասելիս, դու լրիվ գիտես։ Ու չգիտեմ, ահա այդպեսին պետք է լինի սերունդը ու լինելու է։ Հավատում եմ, որ լինելու է քեզնով ու քո նման խելացի ու Ընկեր Խաչատրյանի սիրած բառով հայրենատեր մարդկանցով, ապրես Մարկ ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Գոհար ջան, շատ ողջևորեցիր Մարկին։ Ու ընդհանրապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մասնակիցներին, իրականում շատ-շատերն էին պլյուսներ դրել, որ մտածում ենք այսքան մարդ ոնց են միանալու, գուցե ինչ-ինչ պատճառներով չստացվեց շատերի միանալը, մենք անպայման տեսաձայնագրությունը մեր էջում կհրապարակենք, կարծում եմ Մարկը դեմ չի լինի։ Հա Մարկ ջան, քո թույլտվությամբ մենք տեսաձայնագրությունը մեր էջում հրապարակենք։ Իհարկե դեմ չեմ։ Շատ լավ։ Այստեղ ձեր Սուսաննա, հարգելի Սուսաննա, համեցեք։ Ձեր բարձրախոսը միացրեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Այո։ Ես Սուսաննայի մայրիկն եմ,
դասընկերներ, շատ եմ լսել Մարկոսի մասին, շատ հպարտ եմ, որ իմ աղջիկը սովորում է նրա հետ, լիքը բան ունի սովորելու իրականում։ Ես ցանկանում եմ բազում հաջողություններ, հիացած եմ քո խոսքով, քո իսկապես ներկայացմամբ, մեծ մարդ ենք, բայց հենց հիմա խոսելուց ես շատ զգում եմ, բայց իսկապես շատ երջանիկ եմ, ապրես Մարկոսին, շատ շնորհակալ եմ, քեզ ամենայն բարիք ու ամենալավ բաներն ցանկալով։ Ձեզ եմ շնորհակալ։ Ահա, դե ինչ ասեմ, հարգելիներս, ուզում եմ ես էլ իմ կողմից Մարկին իսկապես թե շնորհակալություն հայտնել, թե շնորհավորել, կարծում եմ սա Մարկի առաջին ելույթներ, հա, որպես վեբինար, Մարկ ճիշտ եմ ասում։ Այո։ Ահա, համարենք դեբյուտ եւ դա Աստված Մարկ ջան, որ այն ճանապարհը, որ մենք այս պահին կարծում եմ քեզ համար բացել ենք, դու վստահաբար անցնես, քայլես այդ ճանապարհով եւ ինչպես մեր մասնակիցները շեշտեցին, մենք հետագայում լսելու ենք քո մասին, ասեմ, որ Մարկը եւս մեկ թեմա ունի, որ մեզ առաջարկել էր, կարծում եմ այդ թեման եւս կզարգացնի եւ Մարկին լսելու հնարավորություն մենք էլի կունենանք, այս պահին չենք ասում թե թեման որն է, բայց էլի շատ հետաքրքիր եւ այս դեպքում իր տարեկիցների եւ ինչու՞ չէ իրենից մի քանի տարի մեծ սովորողների համար շատ կարեւոր արդիական թեմա է ընտրել Մարկը, երբ որ պատրաստ լինի մենք դարձյալ կարծում եմ կհամագործակցենք եւ էլի հնարավորություն կընձեռենք Մարկին, որպեսզի այս անգամ էլ հանդես գա այդ թեմայով։ Իսկ ձեզ բոլորիդ մաղթում ենք հաճելի հանգստյան, ինչ չէ տոնական վաղը հատկապես օր, հանգստյան օրեր, շնորհակալություն հայտնում այս 1 ժամ 22 րոպեն մեզ հետ լինելու համար եւ ուզում եմ մի առաջարկով հանդես գալ, ես նկատեցի, որ Գոհարիկ Մկրտչյանը երգի հղում դրեց, Գոհարիկ ջան, երգը ստացաք, չէ, երևի թե այդ երգով ավարտենք, որ տեսնենք թե ինչքան ուսուցողական էր, ահա, ինչքան ուսուցողական էր այս վեբինարը։ Ահա, հենց դա եմ ուզում ասել, որ ապրի Մարկը եւ գիտելիք հաղորդեց մեզ, եւ հմտություն զարգացրեց, այ արհեստական բանականությամբ աշխատելու հմտությունը, եւ իր հարցադրումներով փորձեց մեր դիրքորոշումն ու արժեքային մոտեցումը հասկանալ, մենք դրսևորենք մեր դիրքորոշումը, այսինքն ինքը չգիտակցելով այդ ամենը, բնականաբար ՀՊՉ-ն Մարկի համար կարծում եմ, արդեն կասկածում եմ, բայց գուցե այդպես բաց չէ, բայց ինքը կրթության այդ հիմնական 4 բաղադրիչներով աշխատեց մեզ հետ եւ ունեցավ հիանալի վերջնարդյունք, այսօր մեր մասնակիցը արդեն տիրապետում է ծրագրին եւ արդեն ունի ստացված երգ։ Եվ առաջարկում եմ երգի ներքո բոլորս բացենք տեսախցիկները, երգը լսելով Մարկին ոգևորենք, ուզում եմ, որ այս պահին որոշ մասնակիցներ դուրս են եկել, 65 հոգի ենք ներսում, 65 հատ սրտիկ ու ծափեր տեսնենք էկրանին ու դրանով ավարտենք, Մարկին ոգևորենք ու մեր երեկոն իսկապես տոնական դարձնենք։ Խնդրեմ Գոհար ջան, երգը միացրու եւ մենք մեր սրտիկները ուղենք Մարկին։ Եվ բաց տեսախցիկներով կարծում եմ շատ սիրուն կստացվի։ Ուզում եմ մի եզրակացնեմ, մենք պետք է սովորենք, հասկանանք, վերլուծենք ու բարոյապես առաջնորդենք այս ոլորտը, որպեսզի արհեստական բանականությունը ծառայի մարդուն, ոչ թե մարդը արհեստական բանականությանը։ Կեցես Մարկ ջան, հրաշալի ամփոփում տվեցիր։ Մարկ ջան, քանի որ դու կիսել ես, կարող ես դու միացնել, թե դադարեցնես ես միացնեմ։ Միևնույնն է կիսած է։ Սրտիկները խնդրում եմ մի դադարեցրեք, որ էկրանը ողողվի սրտիկներով։ Իսկ ամոմ է
ինձ մրուխ տեհերում Ուրի լաուկուչա ճոտնա տեհերես Ախը ոչուր է խամում Ինչ, այս շատ սիրուն, իսկապես սիրուն մեղեդի էիք ստացել, շնորհակալություն եւս մեկ անգամ եւ ինչպես Գոհար Գրիգորյանը գրառեց ու ուզում եմ հենց դրանով էլ ավարտեն Գոհար ջան, շատ սիրուն միտք գրեցիր, արհեստական բանականությունը երբեք այսքան սիրով չէր ներկայացվել։ Շնորհակալ ենք Մարկ ջան, այդ սերը մեզ փոխանցեցիր եւ այդ սիրով յուրաքանչյուրս գնանք մեր 3 օրերը վայելելու մինչ աշխատանքային օրեր։ Բոլորիդ մաղթում ենք հաջողություն եւ ասում մինչ նոր հանդիպում։ Առաջիկայում տեսնենք թե երբ ենք հաջորդ վեբինարը կազմակերպում։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ցտեսություն։ Ես սիրահարվեցի արհեստական բանականությանը։ Գնացեք ես ուշ եմ միացել, այնագրություն լինելու է։